Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստրոմագիա եւ թալիսմաններ անկրկնելի մոգական էքսկլյուզիվ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք շատ արդյունավետ, բայց միաժամանակ պարզ եւ շատ օգտակար զանազան մոգական արարողակարգեր, ծեսեր, հմայախոսություններ, խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ այսինքն ասելով ես նկատի ունեմ մինչեւ մայիսի 12 2025 թվականի լուսինը շարունակաբար աճելու է։ Եվ այս աճող ցիկլի ժամանակ իհարկե քանի որ մենք գտնվում ենք ցուլ կենթանակերպի ազդեցության տակ, որտեղ մինչև մայիսի 20-ը արեգակը իհարկե ցուլ կենթանակերպում է, շատ բարենպաստ է անցկացնել փողաբեր արարողակարգեր։ Այսինքն այն արարողակարգերը, որոնք միտված են ձեր կյանք լրացուցիչ գումարներ, եկամուտներ, ֆինանսական աղբյուրներ, գործնական հաջողություն բերելուն եւ իհարկե լավագույն ժամանակահատվածը հիմա է եւ այժմ ես ձեզ առաջարկում եմ շատ հետաքրքիր մի արարողակարգ, որը կարելի է կատարել բացառապես աճող լուսնի ժամանակ։ Իհարկե, եթե դուք դիտեք այս տեսանյութը այլ ամիսներին կամ այլ տարիների ընթացքում, իհարկե ենթադրենք 10 տարի հետո, պետք է նախ իմանաք արդյոք այս պահին եթե դուք ցանկանում եք կատարել այս արարողակարգը լուսինը աճող է թե ոչ։ Իսկ դրա համար իհարկե լավագույն տարբերակը անցնել աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքի վրա, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված եք եւ այնտեղ դիտել ես ամեն ամիս ներկայացնում եմ գալիք ամսվա լուսնային օրացույց, աստղացույց լուսնացույցը ամեն շաբաթ գալիք շաբաթվա եւ այնտեղ մանրամասն ներկայացնում եմ արդյոք լուսինը աճող է, նվազող է, լիալուսին, օրալուսին եւ այլն։ Ինք որ հստակ իմանաք, իհարկե անցեք եւ դիտեք այդ վիդեոները։ Եվ ինչ անհրաժեշտ սա փողաբեր թալիսման է կամ փողաբեր մագնիս, փողաբեր արարողակարգ կատարվում է մետաղադրամի վրա։ Մետաղադրամը չպետք է սկսվի 5 թվով, այսինքն սա խստագույնս հիշեք։ Ցանկացած մետաղադրամ, բայց ոչ 5-ով սկսվող։ Այնուհետև ձեզ այս արարողակարգի համար անհրաժեշտ կլինի նաև հալած ջուր, այսինքն ջուրը պետք է նախապես դուք սառեցնեք սառնարանում, սառցեխցիկում եւ այնուհետև հանեք, հալածնեք եւ սկսեք օգտագործել այս արարողակարգի համար։ Հասարակ ջուր այստեղ հարմար չէ։ Ամեն մեկը այս արարողակարգը կատարում է ինքն իրեն համար, այսինքն այլ մարդու համար չեք կարող կատարել։ Եվ պետք է նաև ասել, որ այս արարողակարգը դուք պետք է ցանկալի է կրկնեք ամեն ամիս։ Ամեն ամիս հենց նույն հիշեք այն լուսնային օրը, երբ անում եք, այսինքն կարող եք անել առաջին օրվանից լուսնի, այսինքն հենց աճող լուսնի առաջին օրվանից մինչև լիալուսնի օրը, այսինքն այս ամիս մինչև մայիսի 12-ը ցանկացած օր։ Երբ կատարվում է 2 օր անընդմեջ, դա նույնպես հիշեք, այսինքն 2 օրերն էլ պետք է լուսինը լինի աճող, այնպես որ շտապեք, ես մշտապես ասում եմ հետևեք ալիքիս, այսպես հենց այնպես չեմ ասում, իհարկե զբաղվածությանս պատճառով չեմ կարող ամեն օր եւ ամեն ամիս ներկայացնել արարողակարգեր, բայց այնուամենայնիվ հնարավորինս չափով ներկայացնում, այնպես որ հետևեք, որպեսզի բաց չթողնեք արարողակարգերը եւ դիտեք վիդեոն սկզբից մինչեւ վերջ, որովհետեւ եթե այսպես կիսապրատ առաջ տալով, հետ տալով դիտեք, իհարկե չեք կարող ճշգրիտ կատարել բոլոր արարողակարգը հերթականությամբ, բոլոր գործողությունները հերթականությամբ եւ արդյունք չեք ստանա։ Վերցնում եք ինչ որ մի աման, ցանկացած, դա կարող եք հետագայում նաեւ օգտագործել ձեր սովորական կյանքում, որևիցե խնդիր չկա, այդտեղ դնում եք մետաղադրամը, լցնում եք հալած ջուրը, այսքանը բավական է, այսպես լցնում եք ջուրը
Եվ սիրելիները սկսում եք կարդալ այն հմահախոսությունը, որը կլինի գրված այս վիդեոյի տակ կամ մեկնաբանության մեջ նայեք եւ մեկնաբանությունները նայեք եւ նկարագրությունը, որովհետեւ երբեմն գրում եմ մեկնաբանության մեջ, երբեմն գրում եմ նկարագրության մեջ։ Այդ հմահախոսությունը կարդում եք ուղիղ 40 անգամ։ Շատ կարևոր է հենց 40 անգամ։ Իսկ եթե դուք կարդաք 38 անգամ կամ 39 անգամ կամ 41 անգամ չի օգնի։ Պետք է կարդաք 40 անգամ։ Եվ ամեն անգամ իհարկե կարդալուց հետո պատկերացնում եք ինչ կարգի նյութական հաջողություն եք ցանկանում։ Ենթադրենք դուք ինչ որ բիզնես ունեք եւ ուզում եք, որ վաճառքները ավելանան։ Բնականաբար պատկերացնում եք, որ այդ վաճառքները ավելացել են։ Աշխատում եք, աշխատավարձը ձեր չեն բարձրացնում։ Ահա դիմում եք, պատկերացնում եք, որ դիմում եք ձեր գործատուին եւ միանգամից նա 10 անգամ ավելացնում է ձեր աշխատավարձը, այսինքն այն ինչ որ դուք ցանկանում եք։ Իհարկե ցանկալի է այդ ֆինանսական երազանքը կամ ցանկությունը լինի իրատեսական, այսինքն միանգամից $1 միլիոն իհարկե ակնկալել, եթե դուք անգամ $1000 չունեք տվյալ պայծրությամբ եք կատարում եք, դա այնքան էլ լուրջ չէ։ Իրատես երազանք պետք է պահվի։ Ահա կարդում եք 40 անգամ սիրելի բարեկամներ տվյալ հմահախոսությունը եւ հենց այս տեսքով թողնում եք, որ ջուրը եւ մետաղադրամը այսպես մնան։ Հաջորդ օրը աշխատեք այդ նույն ժամին, ինչ որ նախորդ օրը։ Վերցնում եք կրկին այս ջրով ամանը, մետաղադրամով եւ այս անգամ 57 անգամ, ուղիղ 57 անգամ կարդում այդ հմահախոսությունը։ Եվ իհարկե կրկին անգամ ամեն կարդալուց հետո պատկերացնում եք ձեր հաջողությունը, ֆինանսական ինչպիսի հաջողություն եք ցանկանում։ Կարդացի 57 անգամ, անմիջապես սիրելի բարեկամներ, այս ջուրը պետք է լցնեք, եթե ունեք տանը ծաղիկներ, հա, ծաղկամանների մեջ, այսինքն հողի մեջ աճող ծաղիկների մասին է խոսքը, ահա լցնում եք այդ ջուրը այդ ծաղիկի տակ, եթե իհարկե տանը բույսեր եք պահում, այսինքն աճացնում եք տանը բույսեր։ Եթե դուք տանը բույսեր չեք աճացնում, ուրեմն դուրս է գալիս անմիջապես ձեր տանից եւ գտնում հենց առաջի պատահած ծաղիկը կամ ծառը, պտղատու ծառ, ցանկալի է պտղատու լինի եւ լցնում եք այդ ջուրը այդ ծաղիկի կամ ծառի տակ, բայց զգուշացեք, որ այս մետաղադրամը հանկարծակի ջրի հետ միասին չընկնի գետնի վրա, այսպես կարող եք բռնել եւ լցնել ջուրը։ Դա ջրից ազատվելուց հետո անմիջապես վերադառնում եք տուն, սիրելիներս, վերցնում եք այս մետաղադրամը եւ նաեւ ձեզ պետք կգա նաեւ կանաչ կտոր, ցանկալի է այս կտորը լինի բնական կտորից, բնական նյութից, հա, կարող եք ատլաս վերցնել, մետաքսի ինչ որ կամ չգիտեմ բամբակից ինչ որ կտոր, նո մի քիչ մեծոտ իհարկե վերցրեք, որպեսզի կարողանաք փաթաթել տվյալ մետաղադրամը այս կանաչ կտորի մեջ եւ այսպես փաթաթում եք։ Ես պարզապես ձեզ ցույց եմ տալիս, իհարկե պետք է ավելի մեծ կտոր վերցնել, որպեսզի ամբողջությամբ դուք կարողանաք փաթաթել այս ուրեմն մետաղադրամը, որից հետո տվյալ փաթեթը տեղադրում եք ձեր դրամապանակի մեջ, բայց պետք է զգույշ լինեք, որ հանկարծակի այս մետաղադրամը չկորի կամ չընկնի կամ մի խոսքով, որտեվ սա ձեր փողաբեր մագնիսն է։ Եթե հանկարծակի այդպես ստացվեց, որ դուք կորցնեք այս մետաղադրամը կամ դրամապանակից դուրս ընկնի կամ ինչ պատճառներով կորցնեք, վերադառնում եք տուն, եթե լուսինը աճող է, կրկնում եք արարողակարգը, բայց եթե լուսինը նվազող է, սիրելիներս, պետք է սպասել մինչև կրկին սկսի լուսինը աճել, նոր կատարեք այս արարողությունը եւ նորից եմ ասում, ամեն մեկը կատարում է ինքն իր համար եւ աճող լուսնի ժամանակ կատարվում է ամիսը
ամեն ամիս, այսինքն 2 օր պետք է հատկացնեք եւ կատարեք այս արարողակարգը ամեն ամիս, եթե դուք կատարեք, նրա այս փողաբեր մագնիսի զորությունը ավելի եւ ավելի մեծանալու է եւ դուք ավելի այսպես լավ դրական արդյունքներ կզգաք, ինչպես ֆինանսական ձեր հաջողությունը բազմապատկում է, աճում է եւ բարեկեցությունը շատանում։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագ եւ Թալիսմանների YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ աստղաբանական YouTube-յան ալիքից աստղային խորհրդատու Աննե Հախվերձյանետ, եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք, այնտեղ շատ հետաքրքիր կանխատեսումներ կան բոլոր կենդանակերպերի համար, նաեւ ընդհանուր համաշխարհային իրավիճակի զարգացման վերաբերյալ Հայաստանի ապագայի մասին եւ այլն։ Անպայման կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, գրեք մեկնաբանություններում ինչպես են իրագործվում եւ իմ կանխատեսումները եւ այս արարողակարգերի արդյունքները ինչպիսին են ձեր մոտ։ Ստեսյուն, կհանդիպենք։